Ողջույն, ես Մանեն եմ ու այսօր նկարում ենք 1 օր ինձ հետ։ Այսօր ունեի բավականին խիտ գրաֆիկ, չնայած հիմնականում այն գրաֆիկը խիտ լինում, բայց այսօրը որոշեցի կիսվել նաև ձեր հետ։ Հիմա եկել եմ դպրոց, ունեմ այս sense look նորմալ է երևում, եւ հիմա արդեն 3-րդ ժամն է, վերջին ժամն է, այս ժամն եմ դասի ու գնում եմ թատրոն, այսօր փորձ ունեմ թատրոնում, որտեղ վաղը ներկայացում ունենք, հետո էլ գնալու եմ թատրոն ու վերջում ամերիկյան համալսարանում անգլերենի եմ։ Այսինքն հակիրճ պատմեցինք ենք անելու օրվա ընթացքում, ունեցեք կտեսնեք։ Իրականում այսօր եկել էի դպրոց, որ առաջին ժամով պետք է թեմատիկ գրենք, բայց այդ թեմատիկը չգրեցինք։ Այդպես։ Գնացի դասի շոտ փորձում եմ ամենի դասից վերջացնեմ այս դասն էլ ժամը դուրս եմ գալիս։ Ուրեմն ցելի ընկերներ, ես դուրս եմ եկել դպրոցից։ Ահա որը, այս ինչ եղանակ կա, ես ամեն անգամ որոշում եմ, որ պետք է վլոգ նկարեմ, եղանակը հարամանում, որովհետև մի քանի օր տաքանում է։ Դեք ուրախանում եմ, ակնկալում եմ վերջ, արևա, ուրախ եմ, այս կողմ ենք ու մեկ էլ հոպ, այսինքն ինչ-որ անհասկանալի եղանակ եմ, որ ես կամ անձրևաջունա ինչ հա, մի հատ կայք վիճակ առողջորելիս։ Մի խոսքով երեխեք ջան, սա հոգուճի չէր, իսկ մենք գնացինք փորձի։ Ընկերներ, ես թատրոնում եմ, այս ռեկվիզիտն ասենց հետևի ֆոնից ետնաբեմից տեսեք մեր ռեկվիզիտները, ուրեմն սա երկնագույն նետ ներկայացման ռեկվիզիտն է, եթե ինչ չեմ իջմացլեմ թե չէ, Սունդուկյան թատրոնում եմ, այդպես երեխեք ջան, հեսա կսկսի փորձը մի քանի րոպեից, գնամ փորձի շորակնեմ, փորձը անենք, որովհետև վաղ ունենք ներկայացում, մի ամիս չենք պարել, դրա համար մի հատ պետք է վերհիշել, չենց ես հիշում եմ, այս որգծի ներկայացումը սկսված է շատ ամսի մեզ թուսանակը, մեկնակ փորձ է սկսված է, այդպես, փորձ անենք, որ նորմալ վաղը սյուրուն ներկայանանք ու անենք այդ ներկայացումը, չեմ իջում ասել եմ թե չէ, բայց ես պարում եմ երկնագույն նետ ներկայացման մեջ, ինքը հեքիաթ մյուզիկլը Ջանի Ռոդարիի գրած հեքիաթի հիման վրա։ Ընկերներ մի հատ նայեք մեր աֆիշը երկնագույն է եկել եմ դες ցույց տամ։ Այստեղ լրություն է այս առաջին արկում տոմսարկղի մոտ։ Դրա համար ցենս արձագանքում մի քիչ շատ բարձր չեմ կարող ասեմ։ Ինչ եմ եկել ասեմ, վերցրել եմ հրավիրատոմս։ Եփա։ Հրավիրատոմս եմ վերցրել ընկերուհուս համար, որ վաղը գանայի ներկայացումը, որովհետև այս մի ընկերուհիս բաց էր թողնել, ներկայացումը չէր հասցրել կա։ Այդպես վերցրեցի իր համար հրավիրատոմս, հիմա գնում եմ վերջացնենք փորձը ու դուրս գամ, իրականում փորձից հատվածներ չեմ նկարել, կներեք ազնվորություն, այս անգամ փորձից հատված չեմ նկարել, բայց նոր վլոգ է սպասվում ձեզ, 1 օր ինձ հետ թատրոնում, վաղը, այնտեղ կդնեմ, խոստանում եմ, Ջան այդպես Նա ֆինալը սկսվեց, ասել մութ կանեմ Երջանի երեխա տեսել եք, ես եմ, որովհետև վերջացեցի փորձը ու հիմա ուղևորվում եմ տատիկեն տուն, ինչ եմ շատ ուրախ եմ, այսօր ամերիկանում դասում էի անգլերենի, կարծեմ ասել եմ, պետք է ասել եմ, ու այսքան ժամանակը որպեսզի հետ չգնամ հասնեմ մասիվ, հետ գամ,
ես որոշեցի գնալ տատի են տուն։ Հիմա ուղևորվում ենք իմ շատ սիրելի մետրով, որ գնանք տատի են տուն։ Եղանակը բացվեց, այդ շատ լավ է, որովհետև այդ ջնախառը օնձը վերին չէր, չգիտեմ, վատ էր անդրադառնում իմ տրամադրության վրա, դեմը այսպես շատ լավ է, որ բացվեց տրամադրությունս եղանակի հետ։ Հաջորդ կայարանը Շենգավի։ Attention please. The doors are closed. Attention please. Շենգավի։ Մի հատ խնդրում եմ երեխաներ, ինչ սեղանով եմ ես հիմա հաց ուտելու։ Իրականում ես շատ սոված եմ այս պահին։ Եվ տատին այսպիսի համով բաներ է իմ համար պատրաստել։ Ես նախապես ասել էի, որ գալու եմ ինձ հաց կսարքես, որ գամ հաց ուտեմ։ Այդպես են դեպքերում միշտ տատին ինձ բերում, որ պետք է այս կետից B կետ գնամ, այդ ճանապարհի այդ ժամանակահատվածը, որ չգիտեմ ինչ եմ անել, տատին փշկում է կամ ինքն է գալիս իմ մոտ կամ ես եմ գալիս տատի հեստուն։ Մի խոսքով փրկիչն է իմ այս սիտուացիաներին։ Հիմա եկել եմ ու քանի որ չենք մոռանում որ սպաս եմ պահում, եկեք գնանք տատին ինչա իմ համար պատրաստել այսպես ասած սպասային, որը ես հիմա ուտելու եմ, շատ ախորժալի տեսք ունի դեպ ասեմ։ Ուրեմն, առաջինը այսպես բրինձով, մի խոսքով, բրինձով փլաֆա կուկուռուզով, եգիպտացորենը, որ ես շատ եմ սիրում, այսպիսի եգիպտացորենով և կաղամբով աղցան, լոլիկ և վարունգ, պեստո սոուս լոլիկի համար, խավիար և հաց, իմ սիրած։ Այսքանը, շնորհակալություն, բարի ախորժակ ինձ կխանդիպ։ So guys, ես համով կերվ այդ ամեն ինչը, հետո տատի հետ մի քիչ շփվեցինք ու դուրս եկա, մետրոյը որոշեցի գամ, հիմա դուրս եմ գալիս մետրոյից, մի քիչ տեղ կա, որ պետք է քայլեմ ու կհասնեմ, այսօր ոնց որ դե չեմ ուշանում, իսկ մեր մի քիչ կարող է ուշանամ, բայց չեմ ուշանա, ինչ համար ես ուրախ եմ, այսօր իմ վերջին դասն է, ձմեռային փուլի intermediate երկուսը, հա, լևելը ավարտում եմ, մետրո, intermediate 3 պետք է գնամ արդեն մարտից, այդպես այսօր ֆինալ թեստ ենք գրում, արդեն պրեզենտացիան ենք հանձնել, այո, պրեզենտացիան եմ հանձնել, midterm test-ն ենք գրել, մնացել է վերջեսօրվա ֆինալ թեստը, որից կախված է էլի արդեն գնահատականից intermediate 3-ի անցնել level-ի, այնպես որ հիմա գնամ գրեմ թեստս, հասնեմ քիչ բլբլամ, շուտ հասնեմ, որ արագ գրեմ, ուսում լավ կգրեմ, վերջում կասեմ ձեզ իմ կարծիքով ոնց եմ գրել, բարդեր, թե ոչ, ու արդեն կսպասենք արդյունքներին, որ մարտից սկսենք գարնանային փուլը intermediate 3-ը ինքը։ Բա, ես արդեն այսքան դուք եկեք, թե ոչ, ես արդեն 3 տարի եմ, գնում եմ ամերիկյան համալսարան, համալսարանի նորաբաց Նադյորյան ցենտր, այնտեղ գնում եմ ամերիկյանի արտադպրոցական անգլերենի ծրագրին, կուրսերին կարելի ասել արդեն 3 տարի է, և մակարդակս քիչ-քիչ բարձրանում է, և ես այստեղ սկսել եմ խոսել, մինչև այստեղ չի խոսում անգլերեն, բայց գիտեի քերականություն, հասկանում եմ, այստեղ սկսեցի խոսել, այդպես երեխան, վсё, գնացի English-ի թեստ գրելու։ Եթե ձեզ հետաքրքիր է, կհետաքրքրի այս թեման, գրեք մեկնաբանություններում և ես մյուս թորմին կնկարեմ, թե ինչպես են անցնում մեր ամերիկյանի դասերը, եթե երդիկ ուզենաք, ձեզ հետաքրքիր կլինի դա նայել։ Որոշեցի, որ ես չեմ խոսալու, շատ չեմ բրվելու, բայց որոշեցի միևնույն է ձեզ մի հատ ես պահը նկարեմ, շատ եմ սիրում մեր Երևանը երեխեք, եղտում ասում, մանավանդ հրապարակը և ավելի կենտրոնական մասը, ասեցի թե հետ էլ կիսվեմ։ Ուրեմն ընկերներ, ես հասել եմ ամերիկյանում եմ արդեն, ավելի ճիշտ ես
American Homes Nigerian Building-ում ինձ մաղթեք հաջողություն, ես էլ հելա թեստ գրելու, բարձրացա։ Ուրեմն շելի ընկերներ, գրեցի վերջացրեցի թեստս, իրականում որ ասեմ շատ բարդ թեստ էր, սուտ կլինի, բայց որ ասեմ շատ հեշտ էր, էլի կխափեմ, դες նորմալ էր, ինձ թվում է ֆինալ թեստի համար իդեալական էր, իմ կարծիքով լավ եմ գրել, չնայած արդյունքները դեռևս չկա, հենց լինի անպայման կասեմ, կկիսվեմ ձեր հետ, իմ կարծիքով լավ է, չգիտեմ, ես գոհ եմ իմ գրածից, դեռ գոհ եմ, իսկ հիմա գնում եմ տուն, հաց ուտեմ, չգիտեմ ինչ կանեմ, այսօրվա օրը այսպես ասած ավարտեցինք, չեք պատկերացնի ես որ երրորդ դուբլիցա նորմալ ստացվում է կադրը, երևի 30 դուբլ նկարել եմ, որովհետև երեխեքը մեր հանգարում էին, ինչ-որ սենց անիմաց ձեներ էին անում ու չէր ստացվում նկարելը, վերջապես մենք ունենք այս կադրը և ես կարող եմ հանգիստ խղճով գնալ տուն։